Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզի խմբերում երեխաները այսպես ասենք խաղում են աղետ, որը երեխաներին իրականության պես է ներկայացվում։ Դաստիարակի պայմանական ահազանգը երկրաշարժ է, հրդեհ է, երեխաներին չպետք է վախեցնի։ Վարժանքի հիմնական նպատակն է, որ երեխաները գնալով ավելի քիչ խուճապ ու ավելի շատ հմտություն ունենան, ինչպես վարվել արտառոց դեպքերում։ Սա պարզապես խաղ չէ։ Սա նաև մտավարժանք է, որի ընթացքում վերհիշում են 2025 թվականի հոկտեմբերի վարժանքի ընթացքում ստացած գիտելիքները։ Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզում անցկացվող վարժանքը մեկն է տասնյակ միջոցառումներից, որոնք իրագործվում են Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար ծրագրի շրջանակում։ Ծրագրի ղեկավար Զառա Լալայանը ծրագրերի ամենակրտսեր շահառուների մասին հատուկ դիտարկում ունի։ Մեր շահառուները բազմաշերտ են, ծրագրի ընթացքում դասընթացների ժամանակ մասնակցել են և հատուկ կարիքներ ունեցող խմբեր, մասնակցել են մեծահասակներ, երեխաներ, բայց անկեղծ կլինեմ և կնշեմ, որ ամենահետաքրքիրը երեխաների հետ իրականացրած դասընթաց վարժանքներն են, որոնք հենց թիրախ համայնքների մանկապարտեզներում իրականացրել ենք, և բոլորիս համար զարմանալի էր, որ մեր ամենափոքրահասակ շահառուները ամենագիտակիցն են և ամենապատրաստվածն էին։ Երեխաների դիտարկումները որքան էլ մանկական, բայց ծրագրի կազմակերպիչների համար առանցքային կարևորության են։ Փոքրիկներն իրենց տպավորությունն այսպես են ձևակերպում։ Սկզբից այնքան լավ էր, բայց մի քիչ լավ չէ, մի քիչ այնքան շատ էի վախենում, բայց չգիտեի ինչ անել, բայց ես չգիտեի ինչ անել, նստեցի խելոքը, սուս մնացի։ Ջուրը վրես քաթում է, ես ուզում եմ վախենում եմ ինքան շատ։ Ես այդ օրը սովորեցի և հիշեցի ես երկրաշարժի ժամանակ ինչ պետք է անեմ։ Այդ օրը ես չեմ վախեցել, Դավիթը լացել է, ընկերանայի ձայնը վնասվել է, արագ վազել ենք, հենց որ ձայն ենք լսել, արագ իջել ենք, հենց որ ծուխ ենք տեսել, արագ իջել ենք։ Հիշում եմ, որ Դավիթը լացել էր, հիշում եմ, որ հրշեջը իր գլխարկը տվեց դրիմ, հետո ես Դավիթին դրիմ։ Վարժանքը նրանց համար իրական փորձառություն է եղել, որպես արդյունք խոստանալով վտանգի դեպքում ավելի արագ կողմնորոշվել կարողանալ։ Նրանք սովորեցին առաջին այդ օգնությունը ինչպես է արվում, ինչպես ենք բակ դուրս գալիս հրդեհի դեպքում, երկրաշարժի ժամանակ ինչպես ենք պատասպարվում, մեզ հետ ինչ է անհրաժեշտ վերցնելու։ Ինչ պետք է անելից զատ Վարդանը սովորել է նաև, թե ինչ չի կարելի անել։ Հրդեհի ժամանակ չի կարելի պատուհանը բացել, որ ավելի չչեժանա։ Սիմուլյացիոն խաղն այնքան է տպավորել, որ երեխաներն իրենց ընտանիքի անդամներին էլ են ներգրավվում։ Մանկապարտեզի տնօրեն Մերի Մկրտչյանը խուճապի չմատնվելու ու հարկ եղած դեպքում տարհանում կազմակերպելու հմտության ձևավորմանն առանձնակի կարևորություն է տալիս։ Մինչև հիմա երեխեքը շատ ոգևորված, ուսուցումը շատ արդյունավետ, ցանկալի է, որ ավելի շատ կազմակերպեն նման միջոցառումներ, գործնականը ավելի իհարկե, ինչքան է տեսականը լինի, սեմինարներ լինեն, գործնականում ավելի տպավորիչ է լինում, ավելի հետաքրքիր է լինում, ավելի լավ արդյունքների ենք հասնում։ Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար մեկամյա ծրագիրը մեկնարկել է անցյալ մարտին։ ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորած նախաձեռնությունը կյանքի է կոչում World Vision Հայաստան կազմակերպությունը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության և աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի համատեղ ջանքերով։ Զառա Լալայանը ծրագրի նպատակը բացատրում է հնարավոր աղետներին առավել պատրաստ լինելու կարիքով, ընդ որում ընտրված համայնքների մեծ մասը սահմանամերձ գոտում է։ Ծրագիրը առաջին փուլով իրականացվել է 3 մարզում, 4 համայնքում։ Արարատ մարզում մենք ընտրել ենք Արարատ խոշորացված համայնքը, Գեղարքունիքի մարզում ընտրել ենք Մարտունի և Վարդենիս խոշորացված համայնքները և Վայոց ձորի մարզում ընտրել ենք Վայք խոշորացված համայնքը։ Ծրագրի երկրորդ փուլով, որը սկսվել է արդեն 26 թվականի հունվարից, մենք հստակ կենտրոնացված
ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքներում։ Եթե խոսեմ կարևորագույն ուղղությունների մասին ծրագրի, թե մենք ինչ ենք արդեն իրականացրել եւ ինչ ենք իրականացնելու Մեղրի խոշորացված համայնքում, առաջինը դա բնականաբար համայնքային դիմականության բարելավումն է։ Ծրագրի շրջանակներում մենք վերանորոգել եւ կառավարել ենք 2 պարզագույն թաքստոց Մարտունի եւ Վարդենիս համայնքներում։ Վարդենիս համայնքում ծրագրի ջանքերով ամբողջությամբ կարողացել ենք վերանորոգել պարզագույն թաքստոցը։ Մարտունի համայնքում մենք արդեն համայնքապետարանի եւ World Vision-ի ջանքերով, ծրագրի ջանքերով միասին կարողացել ենք վերանորոգել նկուղային տարածքը եւ կահավորել։ Թիրախային համայնքներում վերապատրաստվել է համայնքապետարանի ավելի քան 200 աշխատակից եւ ավականու անդամ։ Ավելի քան 30,000 բնակիչ իրազեկում է ստացել։ Շուրջ 140,000 մարդ արդեն օգտվում է բարելավված ազդարարման համակարգից։ 4 համայնք, 200 վերապատրաստվածներ եւ երեխաները որպես ամենաարդյունավետ շահառուներ։ Հայաստանն ունի բարձր բնական աղետների ռիսկ՝ սեյսմիկ, հիդրոլոգիական, կլիմայական։ Վերջին տարիների վիճակագրությունն առանձնակիորեն է ընդգծում Հայաստանում համայնքների դիմակայունության եւ աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում ծրագրի կարեւորությունը։ Դրա շրջանակում ամենակարևոր քայլերից մեկով արդիականացվել են աղետների ռիսկի կառավարման համայնքային պլանները, հաշվի առնելով ամեն համայնքին բնորոշ խնդիրներն ու անելիքները։ Ստեղծվել են աղետների ռիսկի կառավարման խորհուրդներ, որոնց անդամների իրազեկման միջոցառումներ են տարվել։ Ի սկզբանե Արցախից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ծրագիրն ավելի լայն շրջանակ է ընդգրկել։ Մեկամյա ծրագրի արդյունքում բարելավել են վաղ ազդարարման համակարգերը, հզորացվել են ճգնաժամային կառավարման կենտրոնների տեխնիկական հնարավորությունները եւ անցկացվել են սիմուլյացիոն վարժանքներ։ Ծրագիրը նպաստել է պետական, տեղական եւ գործընկեր կազմակերպությունների գործակցության ամրապնդմանը, ձևավորելով ավելի պատրաստված եւ անվտանգ համայնքներ։ Դավիթն ու Լուսին տասնյակ համայնքների հարյուրավոր բնակիչներից են, որոնք այսուհետ ավելի լավ են պատկերացնում, ինչպես վարվել աղետի ժամանակ, որ սեփական խոճապն ավելի չխանգարի ու կարողանան ճիշտ կողմնորոշվել։ Սերինե Աղաբեկյան, Սամվել Գալստյան, Ռադիո Լուր։